կարճ ներկայացնեմ բովանդակությունը դեռ ինչպես պարոն Մաթեոսյանն նշեց, նախորդ տարվա օգոստոսին կառավարությունը որոշում կայացրեց, որ համահայկական խաղերի ավան կառուցելու համար պետք է հողահատկացում կատարի եւ կառուցապատման իրավունքով մենք 23 հեկտարը գերազանցող չափով հող հատկացրեցինք։ Ծրագիրը շատ մեծամասշտաբ է, մի քանի փուլերից է բաղկացած, հիմնականում պետք է իրականացվի հայ բարերարների հանգանակությունների հաշվին կառուցումը եւ իր երկարաժամկետ կայունությունը ապահովելու համար նախատեսվում է նաեւ, որ հասարակական կազմակերպությունը համահայկական խաղերի կոմիտեն պետք է այնտեղ տարբեր նաեւ գործունեություն իրականացնելու հնարավորություններ ունենա այդ բարդ ենթակառուցվածքը զարգացնելու համար։ Մենք առաջին փուլը քննարկման ընթացքում պարզեցինք, որ կառուցման պետք է շարունակվի 5 տարի եւ եթե մենք մտածում ենք 5 տարին հաջորդող ժամանակահատվածի տեսանկյունից, ապա տրամաբանական է, որ այն հարակից օգուտները, որ կարող է այդ համալիրի շահագործումից գեներացվել եւ որոնք պետք է ուղղվեն կանոնադրական նպատակների իրականացմանը, թույլ կտան, որ 5-րդ տարուց հետո կազմակերպությունը իր դրամական միջոցներով շարունակի այդ միջավայրը պահպանել եւ զարգացնել։ Բայց առաջին 5 տարիների ընթացքում հարցեր առաջանում, թե արդյոք մենք ինչպես որ կառավարությունը հողահատկացումը կատարելով արդեն իսկ էական աջակցություններ ցուցաբերել այդ նախաձեռնությանը, պետք է աջակցենք նաեւ այդ առաջին 5 տարիների ընթացքում մինչեւ կառուցման փուլի ամփոփմանը հասնելու կետում դրամական աջակցության, որպեսզի այնտեղ կա այդ 23 հեկտարի առնչությամբ առաջացող օրենքով սահմանված պարտավորությունների կատարման պահանջ, մեր օրենքներն են սահմանում, որ երբ որ որևէ կազմակերպության տալիս ենք նման տարածք, պետք է կան վարձակալության վճար, այսինքն սահմանված է, որ պետք է վարձակալության վճար վճարվի այդ հողատարածքների համար եւ ըստ էության մենք քննարկում ենք երկու եղանակ, կամ դրամական միջոցները կառավարության աջակցությամբ կառուցման ժամանակահատվածում լրացուցիչ հատկացնենք հասարակական կազմակերպությանը, որն այդ ծախսերը կրի, կամ մենք միանգամից այդ գումարները հատկացնենք ՊՕԱԿ-ին, որ նա էլ այդ վարձակալական վճարը չպահանջի։ Այսինքն մենք այս որոշման պարոն վարչապետ դեռևս այդ հատկացումը չենք կատարում, որովհետև այդ հատկացումը պետք է լինի հաջորդ 5 տարիների համար, բայց հանձնառություն ենք վերցնում կառավարության համար, որ ինչպես հողը հատկացնելով մենք աջակցեցինք, որ այդ կառուցումը տեղի ունենա, այնպես էլ կառուցման ժամանակահատվածում լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք կպահանջվեին այդ վարձակալության գծով պարտադիր օրենքով սահմանված ծախսերը կրելու համար կազմակերպությունը չկրի։ Այսինքն կառավարությունը խոստանում է, որ այդ ժամանակահատվածում առաջացող բոլոր ծախսերը կհատկացնի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով, որոնք որ տարեկան մոտ 35 միլիոն դրամի չափ են։ Ընդհանուր պարոն վարչապետ 5 տարվա կտրվածքով 165 միլիոն դրամի մասին է խոսքը։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է, այս թեմայի հետ կապված երկու բան եմ ուզում ասել։ Առաջինը կապված է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետ եւ ըստ էության թույլ տվեք ասել իմ դիտարկումը, որ վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում։ Երկրորդ ընկալումը, թեման, որը արդեն ներհայաստանյան թեմա է բացառապես, վերջերս պարոն Խաչատրյան, մենք Արմավիրի մարզում էլ այդ թեմային անդրադարձանք։ Հիմա տեսեք, օրինակ, մեր երկրում կան հողատեսքերի որոշակի գնահատականներ, կան անտառային հողեր։ Մենք գնում ենք մեր փաստաթղթերում, այդ հողը անտառային հող է։ Այդ հողը արոտավայր է, այդ հողը, չգիտեմ, ինչ որ մի հող է, հատուկ պահպանվող տարածքի բնության հատուկ պահպանվող տարածք է։ Եվ թղթի վրա դա այդպես է, բայց որ գնում ես գետնի վրա նայում, իհարկե այդտեղ չի կարելի շղթել, որ հողատեսքերի որոշակի էկո համակարգի մեջ նշանակությունները եւ այլն, այդ մասնագիտական, փորձագիտական նրբությունները ես դնում եմ մի կողմ, բայց մենք այս քարտեզն էլ պետք է վերանայենք։ Հիմա այս նույն ներդրումային ծրագրի հետ կապված դե յուրե ինքը անտառային նշանակության եւ նույնիսկ արգելոցային նշանակության հողեր, բայց երբ որ տեղում մենք դա ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, այդտեղ ըստ էության էլի քարու քռի տրամաբանության մեջ գտնվող հողը, լավ կամ չգիտեմ, ես տեղում չեմ եղել, հանկարծ չլինի հիմա մի տեսարան նկարագրեմ, որը այնտեղի ճշգրիտ նկարագրությունը չի, բայց ֆունկցիոնալ առումով ես գնահատականները տեսել եմ, կարդացել եմ,
Եվ այսպիսի իրավիճակներ մենք ունենք տարբեր տեղեր, որտեղ այն տրամաբանության, որ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ թեթև ներդրումները ըստ էության արգելում ենք, արգելափակում ենք, եւ սա խնդրեմ է։ Տնտեսական զարգացման այս փուլում մենք պետք է այդտեղ շատ լուրջ, իհարկելի եմ ասում, չվնասելով որևէ էկո համակարգի, մենք պետք է այստեղ նորից վերագնահատում անենք, նոր քարտեզագրում անենք, նոր գոտիավորում անենք, որպեսզի կարողանանք տնտեսության զարգացման համար խոչընդոտ արհեստական չստեղծել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, շարունակելով ձեր միտքը, ես կարծում եմ ոչ մի անտառապահ չի կարող անտառը այդքան պաշտպանել, ինչքան օրինակ մարդը, որ տարածքում $10 միլիոն ներդրում է արել, որովհետև իր ամբողջ ներդրումը այդ անտառի եւ այդ տրամաբանության պաշտպանության մեջ է, եւ այս առումով կարծում կարելի է գտնել լավ բալանս, օրինակ չվնասելով անտառները որևէ կերպ, նաեւ այդ համակարգերը իրենք կդառնան դրանց պաշտպանող միջոցառումներ, միջավայրեր։ Պարոն Պապոյան, ես այս դեպքում նկատի ունեմ այն հողերը, որը անտառային նշանակության է, բայց այնտեղ ոչ միայն անտառ չկա, այլև խոտել չի աճում, հասկանում եք, ես այդ հողերի մասին եմ ասում։ Այդ երկրորդը պարզ է, այդտեղ իր նրբությունները, ռիսկերը, բարդությունները կա, բայց ես հիմա խոսում եմ այն հողատեսքի մասին, որ գրած է արոտավայր, բայց այդտեղ խոտ չի աճում, որ կենթանին գնա արոտ անի, կամ անտառային նշանակության հող, այդտեղ էլ չի աճում խոտ, որ, այսինքն ծառ չկա այդտեղ ընդհանրապես, տասնյակ հեկտարներով ընդհանրապես ոչ մի ծառ չկա եւ այլն եւ այդպես շարունակ, համեցեք։ Պարոն վարչապետ, սա հենց այն դեպքն էր, երբ որ այդտեղ ոչինչ չկա, մենք նույն շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ քննարկել ենք նաեւ նախապատմությունը, թե ինչպես են այդ հողատեսքերը հայտնվել այդ հատուկ պահպանվող տարածքում, նպատակն է եղել այնտեղ ստեղծել այդ անտառը։ Եվ մենք հիմա այս պայմանագրի շրջանակներում նաև այդ հնարավորությունն ենք ունենալու եւ պայմանագիր, քանի որ պետք է լինի ՊՕԱԿ-ի եւ կոմիտեի այդ հասարակական կազմակերպության միջև, որակյալ անտառի գոյությունը եւ պահպանումը այնտեղ դառնալու է հիմնական նախապայմաններից մեկը։ Այսինքն սա նաև հնարավորություն է այդ 23 հեկտարի վրա լավ անտառ ստեղծելու համար։ Եվ ինչ որ դուք նշեցիք արդեն, ես ուզում եմ հաստատել, որ սա հենց այդ դեպքն է։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կոնկրետ այս ծրագրի առնչությամբ կուզեի նշել նաև դրա նշանակությունը սպորտի տեսանկյունից։ Գաղտնիք չի, որ վերջին տարիներին կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում սպորտային մեծ միջոցառումներ եւ մրցաշարեր հյուրընկալելու եւ մեր երկիրը սպորտային քարտեզում ավելի ամրապնդելու տեսանկյունից եւ մենք այժմ այդ միջոցառումները կազմակերպելիս ստիպված ենք լինում օրինակ մարզիկների տեղակայման, պատվիրակությունների տեղակայման հարցերը լուծել հյուրանոցային ենթակառուցվածքի միջոցով, այնինչ միջազգային ստանդարտը այնպիսին է, որ իրականում մարզական ավանները եւ դրանց արկայությունը ավելի հարմարավետ եւ ավելի ճշգրիտ պայմաններ են նման միջոցառումների կազմակերպման համար, թե լոգիստիկ բազմաթիվ խնդիրների, թե նաեւ կազմակերպման հարմարավետության տեսանկյունից եւ հաշվի առնելով, որ այստեղ նախատեսում է շուրջ 600 էկոտնակների ուրեմն տեղադրում եւ համապատասխան նաեւ ենթակառուցվածքների, վստահ եմ, որ այս ենթակառուցվածքը կարող է ծառայել ոչ միայն համահայկական խաղերի անցկացման համար, որոնք պետք է հիշեցնեմ բավականին մեծ հետաքրքրություն են վայելում եւ օրինակ նախորդ տարի ջերմուկում ավելի քան 10 տարի ընդմիջումից հետո ձմեռային համահայկական խաղերը կայացան, ավելի քան 18 երկրներից պատվիրակներ ունեինք, 1300-ից ավելի պատվիրակներ էին այցելել եւ սա ցույց է տալիս, որ բավական մեծ պոտենցիալ կա հենց նաեւ խաղերի իմաստով, բայց բացի դրանից նաեւ սա կարող է ծառայել շատ լավ հնարավորություն սպորտային տարբեր միջոցառումները հյուրընկալելու մեր քաղաքականության տեսանկյունից։ Շրջակա միջավայրը ես վստահ եմ, որ ավելի քան կպահպանվի, որովհետեւ նախատեսում ենք, որ 50%-ի վրա է ընդհանրապես տարածքի, որ որևէ բան է տեղի ունենալու։ Մնացած ամբողջությամբ կանաչապատվելու է, շուրջ 20,000 ծառ է տնկվելու եւ ինչպես արդեն պարոն Մաթեոսյանն էլ նշեց, ես վստահ եմ, որ մենք այստեղ ունենալու ենք կանաչապատ անտառային նաեւ միջավայր, որը նաեւ սպորտսմենների համար կարող է հրաշալի միջավայր լինել պատրաստվելու խաղերին։ Ընդ որում կարևոր եմ համարում, որ սպորտային ենթակառուցվածքներն էլ թե ամառային, թե ձմեռային մարզաձևերին են ուղղված լինելու, այսինքն բազմաթիվ հնարավորություններ կունենանք Երևանին մերձ շրջանում եւ այստեղ էլ վերադառնալով առաջին հարցին նաեւ խցանումների եւ հարմարավետության տեսանկյունից լուծումների հարակից էֆեկտ կարող է տալ, ունենալ ենթակառուցվածք, որը նաեւ կծառայի այս տարբեր նպատակներին։ Շնորհակալություն։
Շատ լավ, հարգելի գործընկերներ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է եւ մենք Սփյուռքի մեր հարգելի գործընկերներին, ովքեր ներգրավված են կամ ուզում են ներգրավել համահայկական խաղերի կազմակերպման, զարգացման եւ սպորտային տուրիզմի եւ սպորտային բիզնեսի ոլորտում հրավիրում ենք այստեղ մասնակցելու, ներդրումներ անելու եւ Հայաստանի հետագա զարգացմանը մասնակցելու։ Նիստը ավարտված, շնորհակալություն։